մեկ րոպեալ եթե խոսեիր քրտնելու բիդը սկսեի դագավին քարոզիչը սկսած Գիրագնորիա վարժարանի ուսուցչուհին իր աշակերտներուն կհարցնե գսե ինչու համար երբ որ եկեղեցվո բաշտամունքի ներկա գլակ պետք է լուր գենակ մեկը ցերկը գվերցնե գսե օրիորդ ես գիտեմ պատասխանը գսե որովհետև ժողովուրդը քնացած է շատ ուրախ եմ որ աղմուկ կրնանք անել երկել բորալ գանչել օրհներքել որովհետև այս եկեղեցին ոչ միայն արթուն հովիվ նաև արթուն ժողովուրդ ունի Աստված ցեզ միշտ արթուն բահե Աստուծո թագավորության մեջ եւ կորձած է իր փառքին համար Սիրելիներ ինձ համար մեծ ուրախություն է հոսներ գալալ եւ մեծ ուրախություն է նաև վերաբադվելի դաբոյին հետ միասին կորձակցիլ զինքը շատ կսիրեմ իր հարազատությունը անգեղծությունը նվիրականությունը եւ մանավանդ անխդիր սիրո մարմնացումը անոր համար սուրիացի, բարսկահայ, լիբանանցի, ամերիկահայ եւ այլն բոլոր դալ հոսեք եւ ինչ քեղեցիկ է որ այս զանազանության մեջ կա հոգեգան աննախընթաց միությունը Աստված օրհնեցես եւ Աստված դա որ այդ միությունը արմադանա զորանա եւ այդ միության զորությունով գարենա Քրիստոսը ոչ միայն երկերով եւ խոսքերով հաբա արորյա կյանքով մարմնացնել ուր որեք եւ ինչ որ գնեք Սիրելիներ 55 ամյակը դարեթարցը պիտի դոնենք եւ գդոնենք այսօր սակայն թույլ տվեք մի քանի րոպե սրդիս վրա ծանրացած պատկամը ցեզի փոխանցեմ որ մի հետ կանցնիմ իմ ավուր բաչաջի այս կիրակի օրվա պատկամին Այդալ 100 ամյակն է եղերնին 94 տարիներ առաջ Սալոնիկի մեջ ընդհադագյա թուրք իթիհագանները համակումար մգազմագերբեցին գլխավորությամբ դոկտոր Նազեմ գոչված հրեշին Եվ այդ ժողովի ընթացքին էր, որ դոկտոր Նազեմը առանց ամճնալու գտարնա եւ գսե մեկ հայ իսկ ողջ պետք չէ ցկենք հայ անունը պետք է չնչենք եւ վերջը գսե ես ծայրահեղ մարդ եմ դրամապանություն չունիմ եւ իրաբեսալ չուներ վայրակությունը փնության օրենքն է Եվ այդ օրենքը պիտի կորզատրենք Եվ այդ վայրակությունը կորզատրեցին Եվ առաջին թիրախը եղավ հայ ժողովուրդը Եվ զարմանալի է որ պատվելի դաբո հայ ժողովուրդին բոլոր հոգևոր եւ մտավորական գլուխները հավաքեց Եվ ինչպես վերջերս տեսակ նույնանման արարքներ բոլորին ալ քլխադել դվավ խորհելով որ երբ որ գլուխը գգդրենք արմադախիլ գնենք հայ ժողովուրդը եւ այդպեսով հայկական հարցը գլուծվի եւ գվերջանա Սիրելիներ գդարեց հրեշը այդ կորձը զարմանալի է որ նույնանման արարքներ գտեսնենք նաև այսօր նույն հողին վրա նույն վայրերուն եւ նույն հրեշային ղեկավարներուն որոնք անկուտորեն 3000-ը ավելի հրեշներ ուղարկեցին բռնադերներ ուղարկեցին քեսապ եւ ռակկա գոչված դեղը Եվ առաջին կորձը այրեցին հայկական եկեղեցիները Եվ ամենից սարսափելին այդ էր, որ դեր զորի մեջ այդ եկեղեցի մեջ ուրգային հայ զոհվածներու քանգերը առանց ամճնալու առանց մարդկային փարոյական զգացում ունենալու մինչև իսկ այդ եկեղեցին վրա հարցակեցան
քանգերը ջզմեցին, չերփավեր քանգի վերածել, հապա անքուտ օրեն ջզմեցին։ Եվ ամենեն հետաքրքրականը մեր բարակային հայ ապետարանական եկեղեցիներու ղեկավարները 1915-1915 առաջ գուղվեին թեպի Ադանա հոգևոր հովիվներու համակումարին 37 հովիվներ դարբեր վայրերեն գուղվեին թեպի Ադանա։ Ես ուրգե արի այս բոլոր մանրամասնությունները Աստծո մեկ միջամտությամբ իմ ցերկը անցավ գերմաներեն լեզվով 117 դարվա արխիվներ եւ այդ արխիվները սկսագամած թարգմանել եւ իրականության մեջ գերման միսիոնարներու ագանադես եղած թեփկերն է որ կնկարագրեմ ցեզի եւ գերմանուհի միսիոնարուհիմը հետեւյալ թեփքը կնկարագրե գսե հայ հովիվները եւ պրոֆեսորները Մարաշեն եւ նաեւ Անտեբեն եւ այլ վայրերեն եւ Հաջնեն գուղվեին թեպի Ադանա Ջամփան եկան Օսմանիե գոչված քյուրմը ուրգար հայ ավետարանական եկեղեցի մեր եկեղեցին բեսոս եւ գփորձեն քիշերել այդ եկեղեցի մեջ Եվ մեկ մնալ գլսեն ցայները, ոդնացայները թշնամիին։ Եվ մեկ մնալ գլսվի ցայնը թշնամիին, որ գաստարար է ասելով, որ գամ գուրանակ ծեր հավատքը, գամ ալ ցեզ այս եկեղեցի մեջ գմոխրացնենք։ Եվ ամերիկացի միսիոնարներեն խնդրեցին դուրս ելնելու, գերմանուհի միսիոնարն ալ դուրս ելավ, քախտնի նկարեց շենքը ոչ մեկտեղ հրադարակված չէ ես այդ նկարը հրադարակեցի Օսմանիեի հայ ավետարանական եկեղեցին եւ իրապես հրգիզեցին եկեղեցին մինչ եկեղեցին գայրեր Խորհեին, որ հիմա հոգևոր ղեկավարներ, առաջնորդները բոլորն դուրս պիտի վազեն եւ պիտի հանձնվին եւ պիտի ասեն լա իլահա իլլալլահ մենք իսլամությունը ընդունում ենք։ Սակայն գերմանուհի միսիոնարուհին գսե թե դեսա հայ հովիվները, որոնք համախմբվեցան խորանին շուրջը Եվ սկսան երգել ալմոդ լամով դեր ալմոդ քեզի ու գսե ալևոր մազերով վերջին հոգևոր հովիվին թեմքին գտիրեի աչքերը սևերած երգինք ու գերքեր եւ գսեր ահա քեզի գուքամ դեր հրգիզվեցան մոխրացան այրեցան Սակայն իրենց Քրիստոսագորիզ հավատքը չուրացան, հավատարիմ մնացին, մինչև վերջին շունչը իրենց կյանքին։ Եվ քույրեր եւ եղբայրներ, մենք այդ հերոս եւ մարդիրոս հոգևոր հովիվներուն թորնիկներն ենք, ձորերն ենք։ Եվ ինչ էր քաղտնիքը, որ այս հոգևոր հովիվները 37 առաջնորդներ, Մարաշեն, Անտեբեն, Հաջնեն եւ այլ քյուղերեն, որ չուրացան իրենց հավատքը, 3 քաղտնիկներ կային։ Առաջինը, որովհետև այս հովիվները գիտեին, թե որու են հավատացեր։ Գասկած չկար, որ իրենց հավատքին հիմնակարը, իրենց հավատքին արմատացումը հարուցյալ փրկչին Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Եվ որովհետև գիտեին, որ էին հավատացեր, 3 ճշմարտություններու մեջ գենթանի վկայություն տվին առաջինը, իրենք գիտեին, որ ինչ որ Հիսուս ըսավ, ոչ մեկ հոգևորական եւ ոչ մեկ
աղանթաբեդ եւ ոչ մեկ սուրբ իսկ չսավ։ Հիսուսը ասավ. ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ես եմ հավիտենականության փանալին եւ քաղտնիքը, ես եմ ջամփան, ես եմ ճշմարտությունը։ Ոչ մեկը գրծավ ասել այդ ինչ որ Հիսուսը ասավ։ Լույսո մասին խոսեցան, սակայն չգրծան հայտարարել ասելով ես եմ լույսը։ Ճշմարտության մասին խոսեցան, սակայն չգրծան հայտարարել, որ ես եմ ճշմարտությունը, որովհետև լույսը, ճշմարտությունը, կյանքը, ջամփան, հավիտենականությունը միմիայն խաչյալ Քրիստոսի եւ հարուցյալ Քրիստոսի մեջն է սրելիներ։ Երկրորդ զոհված մեր հայրերը գիտեին, որ ինչ որ Հիսուս էր, ոչ մեկ աղանթավորական էր եւ գրնարելալ։ Վասնզի Աստված սիրեց աշխարհը իր որդին տվավ։ Հիսուս Աստված էր, սկիզբն էր բանը, եւ բանը Աստծոքով էր, եւ բանը Աստված էր։ Ինչ որ էր Հիսուս, մինչև իսկ առաքյալները այդ չէին ինչ որ Հիսուս էր։ Ամոր համար այսօր մենք քանի անգամ Հիսուս բառը լսեցինք, քանի անգամ երգերու մեջ դերը կովենք, դերը օրհնենք, դերը Հիսուսը, որովհետև Հիսուս Աստված է, մարդ եղածավ, որովհետև քեզ եւ զիս սիրեց, որբեսի իր սիրովը ընդգրկե քեզ եւ քու հավատքիդ պատասխանը դա, որպես հավիտենական կյանք եւ հավիտենական քաղաքացի Քրիստոսով։ Երրորդ եւ վերջին մեր հայրերը հավատացին, որ ինչ որ Հիսուս ըրավ, պատմության մեջ ովևէ մեկը չգրծավ անել։ Հիսուս անմեղ էր, մեղավոր սեպվեցավ։ Հիսուս մեղք չկործեց եւ խաչը ելավ, խաչվեցավ, իր թանկագին արյունը թափեց եւ ցեզի ասեմ քույրեր եւ եղբայրներ, ես շատ հաճախ դարիներու ընթացքին որպես հոգեվոր հովիվ մտածած եմ, ինչ է քաղտնիքը փրկության, ինչու համար Հիսուսի անվան մեջ փրկության զորություն կա, որովհետեւ Հիսուս անմեղ էր, սուրբ էր, մինչև վերջին շունչը իր կյանքին, ուր խաչեն հայտարարեց եւ ասավ հայր ներեանոց։ Ահա ամեն բան կատարվեցավ։ Սերներ այս երեք ճշմարտություններուն վրա հիմնած էին իրենց հավատքը մեր հոգևոր ռահվիրաները։ Զոհվեցան, մարտիրոսացան, սակայն իրենց Քրիստոսը չուրացան։ Եվ մենք փառք կտանք, երբ որ 100-ամյակը կհիշատակենք, փառք տանք Աստծո հավատարիմ այս զինվորներուն համար, անորամար Ժակ Հակոբյան գսե, գենթանի ենք թեր գորած աջունի, չորցած արյունի, մորցված հուշի եւ գոդրած փուշի մեջ են, անլրին ապրիլյան ոգին գքոչե միլիոն ոսկրով հողացած գենթանի ենք մենք եւ գենթանի ենք միշտ ամեն աստղիդակ ու ձակե իձակ ամեն ժամանակ փյուրաբադիկ գանք ու բիդի չմերնինք քալիք է քալիք սերիներ այս սրդիս վրա ծանրացած փերը ուզեցի բաժնեկցել ցեզի հետ, որբեսի մեր պաշտամունքը կարենանք շարունակել, որովհետև չեմ գիտեր թերևս քալ դարվա սկիզբը վերադառնամ, բայց չէի ուզեր որ 100-ամյակը անցնի եւ այս խոսքը ցեզի հետ չբաժնեկցիմ, որովհետև նույն թշնամին, նույն խավար միտքով կշարունակե ավերներ կործել։ Մինչ մենք հոս այս քեղեցիկ տաճարի մեջ, հիանալի մթնոլորտի մեջ եւ սկանչելի երաժշտությունով գողքեվորվինք, զասված գործնենք եւ գբարապանենք,
խավարի իշխանին զինագիծները, խավարի իշխանին մեկ խոսքով թիվային հոգիով լեցվածները դակավին նույն ավերները գործեն։ Երկու օրեր առաջ քանի քրիստոնյաներ սպանեցին Բաղդադի մեջ, քլխադեցին, անքուտ օրեն եւ գշարունակեն գադարել։ Եվ այդ բոլորը Աստծո անվանդակ, լա իլահա իլալլահ, գտեսնեք սև թրոշակը ջերմակ քրությունով, սակայն որ մեկ Աստծո մասին է խոսքը։ Աստծո անունը գհիշեն, սակայն այդ Աստվածը չէ, որ մենք կպաշտենք, այդ Աստվածը չէ, որ սիրո Աստված է, ողորմության Աստված է, քթարադության Աստված է, ամենահզոր Աստված է, որովհետև քեզ սիրեց իր որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Քույրեր եւ եղբայրներ, անոր համար կտեսնենք խավարի կորձեր աշխարի մեջ եւ ես հիմա ցեզի շատ արագ նկարագրեմ թե ուր գաբրինք, ինչ մթնոլորտի մեջ գաբրինք եւ եթե ովևէ բառը սխալ է ցերկդ վերցուր եւ սեոր բադվելի այդ մեկ բառը հանե մեջ են սխալ է քիծիր թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան վասնզի մարդիկ պիտի լան անցնասեր Բահենք այս բառը, վասնզի մարդիկ պիտի լան արձատասեր, ամփարդավան, հբարդ, հայհոյիչ, ծնողներու անհնազանդ, աբերախտ, անսուրբ, անքուտ, օտոնավը վարգարնեն, անմեղներ գզողվին, ջաշարանգը մտնեն գգրագեն, անմեղներ գզողվին, և Հանդիսասրահը գմտնեն, 90 ավելի անմեղներ գզողվին, անքուտ մարդիկ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, դաժանաբարո, փարին չսիրող, մատնիչ, հանթուկն, քորոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, եւ հիմա գարտամ ցեզի նախատասությունը եւս Նույնպես ասոնքալ ճշմարտության հագարակ կգենան մտքով աբագանած մարդիկ։ Քույրեր եւ եղբայրներ, գուզեմ որ մեկ բան գիտնաք, որ այս 5 անդամները, որ երևելի են, մեր աչքերը, քիթը, ագանչը, ցերքերը, ոտքերը, 5 շոշափելի անդամները գկործեն 5 անշոշափելի անդամներով։ Ինչ են անշոշափելի անդամները, խորհուրդներդ, զգացումդ, գամքդ, դրամապանությունդ եւ խղճմտանքդ։ Միտքերնիդ բահեցեք։ 5 անշոշափելի։ Քու անձնավորությունդ կգազմվի այս անշոշափելի անդամներով։ Չենք տեսներ, բայց քու մեջ է։ Եվ աչքերդ թուն գրնաս արտահայտել, թե ինչ կխորհիս։ Եթե խորհուրդներդ աբագանած են, աչքերուդ նայված կը արդեն հայտնի գնե, թե աբագանած խորհուրդներու մեջ են գղմած ես։ Եվ եթե իրապես աբագանած ես, ինքնաբերաբար քու կործերը ցույց կուտան, որ խորհուրդներդ մութ են, որովհետև կործերդ կհամապատասխանեն խորհուրդներուդ, եւ զգացումներդ, եւ ցասումդ, եւ փարգությունդ, եւ հայոյանքդ, եւ թերևսալ, շատ գսավի մսելու անեցքները, որ լրելյան կգադարենք մեր փարգության զայրահեղության ընթացքին, շատ հետաքրքրական է, որ երբ որ ներսի մարդը աբագանած է, 5 անդամները գմարմնացնեն աբագանություն եւ ճիշտ նույն է որ գբադահի ISIS-ին հետ Դաեշին հետ առաջին հարցակումը որ սատանան գործե խորհրդին վրան է եւ մեկ բան գուզեմ բոլոր դալ գիտնակ որ ովևէ կորց ովևէ շարժում ովևէ որոշում ովևէ ծրագիր իրակորձելու համար նախ խորհուրդ են գսկսի
Նախ խորհուրդ են գսկսի, ասի գիտեք, ոչ թե զգացում են, ոչ թե կորզեն, առաջ խորհուրդ են գսկսի։ Եվ երբ որ խորհուրդդ իր խաղաղությունը գործընծնե, երբ որ խորհուրդդ գաբագանի մեղքին ներկործությամբ եւ սատանային սդախոսությամբ, այնադեն այդ խորհուրդեն օրհներկություն մի սպասեք, այդ խորհուրդեն ողորմություն մի սպասեք, այդ խորհուրդեն քթարադություն մի սպասեք, ապականած խորհուրդը սատանային թիվ մեկ եւ առաջին թիրախն է, որովհետեւ եթե քու խորհուրդներուդ մեջ մտնե, արդեն քու բոլոր անդամներդ ինք կկործած է ազատորեն։ Քույրեր եւ եղբայրներ, ես վերջին տարիներուն խոր կտապանցեցի, քրեցի, չեմ գիտեր երբ քիրքը պիտի հրադարագեմ, բայց քրեցի խորհուրդներու մասին։ Եվ հետաքրքրական է, որ կացի մեր հայոց պատմության հերոսներուն, Մանթագունիին, 4-րդ դարուն, Մանթագունի Հայրաբեդին, եւ խորհուրդներու մասին է գրում, եւ ասում է զգուշացիր խորհուրդներուդ, գղբե խորհուրդներուդ թուրը, չլա որ չար եւ սատանան այդ խորհուրդները ներս մտնե, չլա որ հանցնվիս խորհուրդներուդ, որտեւ երբ որ խորհուրդներդ աբագանին, բոլոր անդամներդ աբագանության գզարայեն, եւ հոն է աղետը, հոն է ցավը, հոն է վիշտը, անոնք են պատճառը, որ շատ մզույքեր կամուսնալուծվին։ Խորհուրդեն սկսած է։ Ինձի ուրիշ բան մի պատմեք, մյուս մնացածը բոլոր արդյունքներն են, հետևանքներն են, բայց առաջ հոսքը կսկսի, երբ որ խորհուրդը գաբագանի, զարմանալի է, սիրածդ, հարազատդ, որու ուխտարում ես կատարել, Աստծո ներկայության առջև, մենալ քու թշնամիտ կվերածվի։ Ես թերևս 900-ը ավելի բսակատրություն եմ կատարել Կալիֆոռնիայում։ Սակայն 10% այդ բսակվածներուն արդեն ամուսնալուծված են։ Ով կվճարե քինը այդ ամուսնալուծման ցավին, իրենց զավակները, իրենք կուդուժեն, զավակները կուդուժեն եւ սատանան ալ գբարե։ Քույրեր եւ եղբայրներ, անոր համար Քրիստոսի խորհուրդը ունեցեք։ Ինչ որ երկնային է, ինչ որ աստվածային է, ինչ որ վերեն է, այդ խորհուրդներում վրա գետրոնացեք, որբեսի ծեր մարդկային, ատամական մեղքերու խորհուրդներում վրա Սուրբ Հոգվույն ներկործությամբ եւ Աստծո խոսքին զորությամբ գարենակ դիրաբեդել, որբեսի զոհ չերթակ աբագանած խորհուրդներում։ Հա այս է։ Եթե ուրիշ բացատրություն ունիս, ասե ինձի։ Եվ անոր համար քեզ եսեմ, ասե ինձի ինչ կմտածես, եւ ասեմ քեզի ինչ պիտինես վաղ, քիչ վերջը, ասեմ քեզի ինչպես պիտի խոսիս եւ ինչ պիտի խոսիս, խորհուրդը, եւ խորհուրդը այս անշոշափելի զգայարաններուն առաջինն է, եւ անոր համար խորհուրդդ այսօր, երբ որ գոչ գուղեմ, ինձ մե առաջ վազե աչև եկուր, եւ սե դեր Հիսուս աս խորհուրդներս մակրե, ծեր բազադեզիս, արակյալը գսե, այդ բանը որ չեմ ուզեր, այդ բանը որ չեմ սիրեր, այդ բանը որ գադեմ, այդ կգադարեմ, ինչու, որովհետև խորհուրդներս ապականած են, ինչ օգուտ մեյքապը թրերես, գեղեցիկ հագուստ հագերես, եւ բոլոր դալ գեղեցիկ եք ամենայն թևս, Աստուծո աչքին առջև, որտեղ դուք իր գերբարանքով ստեղծված եք, մի սերտե քիթս մեծ է, ագանչս բզդիգե չեմ կիրերի, բոլոր դալ գեղեցիկ եք, որտեղ Աստված սերունքունքներու մեջ իր գենթանության շունչը փչեց, հետևաբար չլա որ հայլին առջև գանիս եւ ասես որ ախ ինքզինքդ փախտades անինչին հետ Աստված քեզի դված է քեղեցկություն, սակայն քույրեր եւ եղբայրներ, այդ քեղեցկության մեջ եթե դքեր խորհուրդներ ունիս, քու քեղեցկությունը
իմաստ չունի։ Նայեցեք, խորհուրդները թե հավատացյալին վրա սատանան կհարձակի եւ թե անհավատին վրա։ Անհավատին խորհուրդները երբ որ աբագանին հագա Աստված գործողություններ գնե։ Իսկ հավատացյալին խորհուրդները երբ որ աբագանին Սուրբ Հոգին կվշտացնե եւ անկործածելի անոտ մը գտարնա Աստծո թագավորության մեջ։ Ինչ եղեցիներու մեջ ծառայած եմ, ինչ բազմահազար ժողովներու ներկա եղած եմ, երբեմն գտեսնես անուշիկ երկու քույր եղբայր ժողովի մեջ այնքան գզայրանան, այնքան ցասումով գլեցվին, ոտքի գայնին, բարերը կփոխվի, թեմքերուն քույները կփոխվին, աչքին նայվածները կփոխվին, ելևեջները կփոխվին եւ մինչեւ իսկ իրարու կմոտենան, որովհետեւ գուզեն ֆիզիկական փրունցքով եւ ֆիզիկական վիրավորանքով իրենց աբագանած խորհուրդը արդահայտել եւ ագանադես եղած եմ ես այո այդպես կոչված հավատացյալներն ալ կրնան աբագանած խորհուրդ ունենալ եւ անոր համար է որ եկեղեցին երբեմն երկփերգում բաժանում split չլա որ մեկը ինձի ասե որ մեր եկեղեցին բաժնվեցավ Սուրբ Հոգվույն առաջնորդությամբ, որտեղ աղոթեցինք եւ դերսա որ բաժնվե, խումբ մարքնա, ով է որ ասմարթը, Ֆրանսիան եկերեմեզի թասպից սորվեցնե, հոգևորություն պիտի սորվեցնե, ցկեքնա Եվ իմ սիրտս գայրունի, եթե գուզեք որպես հովվաբետ հայ ավետարանական եկեղեցիներու, երբ գտեսնեմ բաժանումներ, եւ վերջը գուզեն արդարացնել բաժանումը, եւ բոլոր բաժանումները որու անունով կգադարվին։ Հիսուսի անունը չարաչար կգործածենք, իսկ ուճան մեջ մեր եսին համար է որ գնենք։ Իմ թակավորությունս ես պիտի հիմնեմ, ես ալ գուզեմ ղեկավարը լալ, ես ալ գուզեմ աթորի վրա նստիլ, ես ալ գուզեմ հեղինակություն ցույց տալ, քույրեր եւ եղբայրներ, այսօր, այս խորանին առջև փեր խորհուրդներդ, որովհետեւ երբ որ խորհուրդներդ փյուրեղանան, մաքրվին, սրբվին, խաղաղությունով լեցվին, այնադեն կգանչվիս ինչ բանի Այգա իմ այսօրվա նույնիսկ նոր մտա, բայց մի մտա քույր երկար բիչի կարծեմ, նույնիսկ նոր մտա, այնադեն ասված քեզ գան չէ, գսե եգուր, ես կորձ ունիմ եւ քեզ բիդի կորձացեմ, ինչ է այդ կորձը, երբ որ աստվածաշունչը գփանակ եւ գգարտակ Ավետարանս Մարգոս երկրորդ գլուխը, մենք մնալ նկարագրություն մը գտեսնեք եւ այդ նկարագրությունը հետեւյալը գսե եւ գարտամ ցեզի, որ Նորեն գապարնայում մտավ Հիսուս, քանի օր հետո լսվեցավ, որ անիկա դամը մեջ է, շուտով շատ մարդիկ ժողվվեցան, այնպես որ ալդեղ չգար, ոչ ալ տրանքովերը եւ գպատկամեր անոնց Աստծո խոսքը։ Մենք մնալ խոսքը պատկամած ադենը ոտնացայներ գլսվին։ Նախ Հիսուս աչքը գվերցնե գնահիվ թե ով եկած է, արդյոք փարիսեցիները եկան, սատուկեցիները եկան, որ միշտ երդվեն գերթային, որբեսի զինքը բռնեն, սխալ մնե բռնեն եւ ասեն որ այս մարդը սուտ մարգարե է։ Եվ ինչ որ գսե թե ինք Աստծո որդի է բարապան է։ Եվ ոտնացայները լսեց, մենք մնալ 4 հոգի։ Բատկարակ, գիտեք ինչ է բատկարակ, stretcher, մահիճ։ Ուսերնուն վրա եւ գկալեն եւ այս մահիճի մեջը անցմգա որ բարգած է որովհետեւ անդամալույց է անդամալույց ինչ կնշանակե անդամալույց կնշանակե անդամները ունիս ցերկը գա ոտքը գա սակայն անոր մեջի մգաններուն ուժը կացած է Անդամալույց կնշանակե երևույթով ունենալ անդամները, բայց կորձնականով, որովհետև ուժ չկա մեջը, բարբված է ուժը ներսեն, այդ անդամները լուծված են,
Մեկ խոսքով ոչ կրնան քալել, ոչ կրնան դալ եւ ոչ կրնան զապահարել, ոչ կրնան մահիճ գրել։ Սակայն 4 երդասարտներ այս անդամալույցը գգրեն, ինչ կնշանակի ասիգա, որ այս 4 երդասարտներն ալ առողջ էին։ Իրենց մկանները զորավոր էին, իրենց ուժը դեղներ եւ անդամալույցը մահիճին վրա գքալեին։ Այս շատ գեղեցիկ է։ Գիտեք, ես թերևս 20-30 անգամ կարոզեր եմ ասնյութին շուրջ, բայց ինչ որ այսօր ցեզի գսեմ, առաջին անգամ է որ բիլիսեմ, որքան խորքը մտնես խոսքին, նոր բաներ կբեղես։ Եվ ուրեմն, երբ որ այս 4 երդասարտները անդամալույցը շարգած գերտան, ուր գերտան։ Հիսուսին հագարակ կողմը ոչ, գերտան հոն ուր Հիսուս է։ Եվ ինչու Հիսուսի ուղղությամբ գերտան, որովհետև գիտեն, որ անդամալուծության միակ լուծումը, միակ բուժումը, միակ պատասխանը Հիսուս Քրիստոս է։ Եվ նայեցեք, 1 քայլ, 2 քայլ, քանի հոգի են, 4 հոգի։ Եթե բադահի, որ անոնց մեկը արջևեն կալողս է, աման, ջան, նայր որքան ժողովուրդ կա Հիսուսի կովը, հիմա ինչ ժամանակալ չունիմ, Լեյքերսի խաղը բիդը սկսի, Մոնտրեալի հակիմ բիդի խաղը սկսի, և Թորոնտոյի Ռապտորը բիդի խաղը այս կեսորին, աման, վարգյամ առաջ վերջացուր կարոզդ պատվելի, որդև քիչ վերջ խաղը բիդը սկսի, մենք հոն երթանք, և վերջը ծկեց մահիջին գոտը, ինքը չդուժեր, ոչ ա ժողովուրդը, որոնք իրենց գտիրեն, գիտեք դու ժողով գլա անդամալույցը, գիտեք դու ժողով գլա ծարայությունը ավետարանչության գդուժ է, evangelism գդուժ է, և անոր համար նայեցեք, Հիսուս աչքը վերցուց, այդ խուջողումի մեջը բամը դեսավ այս 4 երդասարտներուն հավատքը։ Հիմա հոս բիդիսես թե հոս հագասական բամը գա հավատքը գտեսնվի, իրականության մեջ հավատքը գտեսնվի, ցեզի շատ բարձ մարդկային օրեն պատասխանեմ ոչ, բայց Հակոբոս Արաքյալ ինչ գսե հավատքը գտեսնվի ինչով, գործերով, որովհետև առանց գործերու հավատքը մեռած է։ Ուզածի չափ հավատքի մասին խոսե, ուզածի չափ երգե հավատքի մասին, և եթե այդ հավատքը գործնականով չես դրսևորել և գործնականով չես մարմնացնել, մի նեղվիր ինձ մե, հավատքդ մեռած է։ Սերիներ 4-ին հավատքը դեսավ, և որովհետև այս 4-ը գհավատային, և հավատքի զորությամբ իրենց մկանները զորավոր էին, շալգեցին եկան դեսան, որ ժողովուրդ կա, առաջին մեր մարդկային պատասխանը բիդելա ետ թարց, it's too late, wrong time, սխալ ժամանակին եկանք, բայց Հիսուս նորեն նայեցավ, և իրենց հավատքը դեսավ, և որ հավատք գա, ուղղությունը Քրիստոսագորից գլա, ճշմարիտ հավատքը ուրիշ ուղղությամբ չեր թար։ Երկրորդ, երբ որ հավատքը գա, հավատքը անձնազոհությամբ գմոդենա Հիսուսի։ Այսինքն, ինչպես հասցնենք այս անդամալույցը Հիսուսինքով, Դանիք ելան, Դանիքը փորեցին և վերեն չվանով անդամալույցը վարի չեցուցին։ Ինչ աշխատանք է, հիմա ես արակսի երկու նախատասությունով, բայց անիկա Դանիքը փորեց և չվանով իջեցուր, աշխատանք կա։ Երբ որ հավատք կա, անձնազոհություն կա։ Երորդ, արակ կսեմ հիմա, որտեղ ժամանակ անցավ, երբ որ հավատք կա, հարադեվություն կա։ Գհարադևես, երբ որ հավատք գա, քու առաքելությունդ գուզես ամփոփչացնել հավատքի զորությամբ, որովհետև գհավատաս, որ Հիսուս է պատասխանը, որովհետև գհավատաս, որ Հիսուսի հուբումն է բուժման քաղտնիքը անդամալույցին, մինչև իմա, մինչև վերջին ռոբեն հավատարիմ գմնաս։ Եվ այդպես ալ եղավ։
Հիմա հոս աստվածապանական լուրջ հարց մգա մեջտեղ անեմ, շատ կարճ։ Անտամալույզը գահավադար ինքնալ։ Երբ որ գարտակ, ինչ գսե, գիտեք, գսե, երբ որ իրենց հավատքը դեսավ, հոգնագի է։ Ես կենթադրեմ, որ անտամալույզը եթե չհավատար Հիսուսի բիդի սերտը, ուր գտանիք ինձի, Մհամմեդին կով դարեք, ուր գտանիք Հիսուսի մոտ, ես չեմ ճանչնար այդ մարդը, ագանչներովս լսեցի, Պետրոսը սա որ ով է աս մարդը, ես չեմ կիրեր, և Պետրոսին խոսքին վրա մի հիմներ քու ծարայությունըտ, որտեղ Պետրոս քիչ վերջ դուրս ելավ և թարնաբեսլացավ և զղջաց, և ամենեն խորունգ նամակները Աստվածաշնչի մեջ, առաքյալներու քրազնամակները Պետրոսի նամակներն են, կարդացեք։ Եվ գիտեք, երբ որ Պետրոսը Հռոմի մեջ խաչը պիտի հանեին, ես հիմա որ կպատմեմ արդեն կփուշակաղվիմ, Պետրոսը ասա, որ ես արժանի չեմ Հիսուսի պես գլուխս վեր խաչվելու, հաբազիս գլուխս վար խաչեցեք։ Ուրեմն քույրեր եւ եղբայրներ, Փերին Հիսուս դեսավ անտամալույցին հավատքը եւ ասավ քու հավատքդ քեզ բժշկեց, բայց բժշկութենն առաջ Հիսուս մեղքերու թողություն հայտարարեց։ Անոր վրա է որ հրյաները քայթակեցան։ Դու ով ես որ մեղքերու թողություն կհայտարարես։ Ես հասկացած եմ միտքը։ Գիտսա որ քայթակեցակ, բայց որբեսի գիտնակ որ որդի Աստուծո զորություն ունի, ոչ միայն մեղքերու թողություն տալու, հապա նաև մարմինը բուժելու, ես քեզի հիմա գսեմ, ով անտամալույց երդասարդ, ոտքի ելիր, հավատքդ քեզ բժշկեց, ու այս երիտասարդը ոտքի ելավ։ Ֆուտբոլի խաղթիներ եք, չէ, ինչպես վիրավոր խաղցողը գշալգեն 4 հոգիով, բռնեց ստրեչերը, այդ մահիջը փաթեց ասան ուսին վրա դրավ եւ սկսավ երգելով այդ 4 անձերը որ իրենց բերին իրենց մի ավելի առաջ երթալ եւ փարապաներ զասված որովհետեւ Հիսուս Քրիստոսի հբումը փուժեց անտամալույցը եւ ցեզի կամ սկիզբի խորհրդին վերջավորության այդալ քույրեր եւ եղբայրներ այսօրվա ներքին անտամալոծությունը ավելի մեծ համաճարակ մնե քան թե ֆիզիկական անտամալոծությունը եւ գիտեք բոլոր դակնապներուն պատճառը խորհուրդ բոլոր փախումներուն պատճառը խորհուրդ բոլոր լարվածություններուն պատճառը գուսակցական, միջհամայնքային, եկեղեցական, ընկերային, բոլոր Եթե սխալ եմ, ինձի հրացայինը կսեք, պատվելի սխալեցար այս անգամ խորհուրդ քույրեր եւ եղբայրներ ինչու այսօր միայն խորհրդին վրա գետրոնասա նախ ժամանակ չի գա երկրորդ պետք է յետքան որ շարունակեմ քարոզես ուրիշ արիտով եւ երրորդ Եթե դու այսօր խորհրդի բուժում ստանաս, անիգա բավարար է, որ քու ներքին զգայարանները եւ արդակին զգայարանները Հիսուսի զորությամբ Աստուծո թագավորությանը հարաճացման համար կործածվին։ Եվ ես քեզի ասեմ, այս ներքին բուժումդ պիտի օգնե որ դու ընտանիքդ ավելի զորացնես, պիտի օգնե որ քու ազգականներուդ հետ խզված փոխհարաբերությունը վերամշակես, եւ պիտի օգնե որ երեկվա անհաշտ վիճակը այսօր ոսկե արիթը որ քեզի գուտա մաքրված մտքով հաշտություն հայտարարես, եւ ինչ որ երեք չգրցարնել այսօրն ես, ինչ որ երեք չգրցար գարուցել այսօր գարուցես, ինչ որ երեք չգրցար դալ այսօր դաս, որովհետև մաքուր խորհուրդը գփարավոր է Աստված, ոչ միայն խոսքով, ոչ միայն խորհուրդով, հապա նաև կյանքով եւ կորձնականով դաբո եղբայր։ Այս է մաքուր խորհրդին բուդուղը։ Քույրեր եւ եղբայրներ, նկարի արիք, որ 3-4 քարոզ, 1 քարոզի մեջ տվի։ Որև սիրտս կհալի, գուսեմ Իրանի ավելի ժամանակ լար, մի քանի երեգո եւս, ինչն եմ, հոսմնամ մի քանի օր եւս, բայց վերջը ինչ պիտի լա,
Դիգինս բիցե թե Thanksgiving-ին ուր է իրթուն։ Չեմ գնա։ Պետք է սիրենք մեր դիգինները, որտեղ խորհուրդները գստիպեմ, որ դիգիններուն առաջնագարկ դեղը դանք, որտեղ առանց իրեն փերուշան ենք մենք։ Անոր համար պետք է երթամ, բայց չկացած գուզեմ որ խաղաղ մտքով երթամ եւ քեզ հրավիրեմ հոս։ Մի ամչնար, երիրեգուր։ Եվ դու գիտես, երեք նստած էիր, դրամատրությունը շատ լավ էր։ Մեկը տեքստ եկավ։ Տեքստը կարդացիր, հիմա արջևս լագ փզկտեմ անոր։ Լավ որ արջևը չէր։ Բայց այսօր եկեղեցի եկար։ Ես քորին որ առաջ հոս եկուր, քոնե այդ անցին կյանքը բրգված գլա։ Պետք չունիս փզկտելու։ Թույլ դուր որ Քրիստոս քու խորհուրդներդ մաքրե, փյուրեղացնե, սրբե։ Քույրեր եւ եղբայրներ, իմ ասածներս վրա դուն երբ որ երթակ մտածեցեք, բարձ քարոս չէ որ գուզեմ դալ։ Կյանքի ապրումներս է որ բաժնեկցում եմ ցեզի հետ։ Ցեզի եմ խաղաղ խորհուրդը շնորհք է։ Խաղաղ խորհուրդը Որտին կփարավոր է, խաղաղ խորհուրդը եկեղեցվո հոգևոր փառքաբաճման կնպաստե, խաղաղ խորհուրդը խզված գամուրջները կվերահաստատե, խաղաղ խորհուրդը համերաշխությունը կստեղծե, որ ոչ մեկ անց կրնա այդ համերաշխությունը արմադախիլ ընել։ Սիրելիներ, խորհրդին զորությունը մեծ է։ Անոր համար առաքյալը գսե, ինչ որ երկնային է, ինչ որ վերեն է, ինչ որ Քրիստոսյան է։ Մեկ խոսքով Քրիստոսի խորհուրդ ունեցեք։ Կուզես Քրիստոսի խորհուրդ ունենալ ելիրեգուր։ Ուր է մեր նվագողները։ Նվագողներ ուր եք, եկեք, վարգյամ առաջ, շուտմը, նվագեցեք ովևէ երգը, եթե ոչ ես կերկեմ երգը, եւ ցեզ կհրավիրեմ, որ կաք արջև։ Ուրեմն եկեք, մինչև որ նվագախումբը վեր ելնե, երկենք միասին մեղքերովս դեր ահա քեզի գուքամ ելիրեգուր գոդրած սրդով դեր